Բարի ողջույն մեր սիրելի ունկնդիրներին, դիտորդներին։ Շնորհակալ եմ Արարչից, որ այս անգամ էլ հնարավորություն ընձեռվեց միմյանց հետ հանդիպելու եւ զրուցելու կարևոր եւ մեզ հուզող թեմաների շուրջ Դավիթ ջան։ Շնորհակալ եմ, որ կրկին եթերում ես եւ առիթ ունենք շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով Դավիթ ջան, դու միշտ սպասված ես մեր եթերում։ Ուրեմն սենց մի հատ հարց կար, որպեսզի շատ ժամանակ չխլենք, օրինակ մարդիկ այն հարցնում են, ասում են իսկ անունը հենց անվան հետ կապված, արդյոք եթե մեկի վրա դնում են մի անուն, բայց տալիս են մեկ այլ անուն, դա արդյոք ազդում է տվյալ անձի ճակատագրի վրա։ Եվ մի փոքր անդրադառնանք սրա եւ հետագայում տեսնենք ուրիշ էլ ինչ հարցեր կան, դրանց մասին էլ եւս խոսենք։ Անդրեան Դավիթ ջան, Անցած անգամ օրինակ բերեցի, նույն հենց Ստալինի օրինակը բերեցի, փաստելով եւ ասելով նշելով այն փաստը, որ այո, մարդու գնալիք ճանապարհի վրա իհարկե ազդում է, թե իրան ոնց են կոչում։ Շատ կարևոր գործոն է դա, իհարկե շատ բարձր գիտակցության տեր մարդիկ, ովքեր իրենց կյանքի օրոք եւ իրենց աշխատասիրության շնորհիվ հասնում են շատ բարձր մակարդակի, դա մի մակարդակ է, երբ որ արդեն հրաժարվում են նույնիսկ իրենց անունից, դա արդեն մի ուրիշ դաշտի մասին է խոսակցությունը, այդ ժամանակ արդեն այդ մարդուն ոնց կդիմես, իր վրա ոչ մի գործոն չի ունենա, որտեղ ինքը արդեն այն էներգիայի տերն է, որ դառնում է արարչականի կրող եւ միանում է ամեն ինչին, այսինքն կապ չունի իրան ոնց է դիմում, բայց դա ուրիշ խոսակցություն թեմա է։ Իսկ ինչ վերաբերում է անունը փոխելուն եւ ուրիշ անունով կոչելուն, այո, մարդու գնալիք ճանապարհի վրա կամ ճակատագրի վրա, ոնց որ ասում ես, որոշակի գործոն փոփոխություններ լինում են, իհարկե, այո, ազդում։ Ամենայն դեպս ճիշտ է մարդու անունը հնարավորինս կնքել այդ անվան ակունքային կամ լիարժեք ձևով եւ այդպես տալ, եթե պետք է փոխեն, ավելի լավ է այդ մյուս անունով կնքեն մարդու անունը եւ ինչ խնդիր կա։ Շատ անգամ գուցե եւ երկրորդ անունը, որը տալիս են եւ այդ անունով կնքում են այդ մարդուն, կանչում են եւ ինքը կարա հաջողակ դառնա, որովհետեւ առաջի անունը սխալ դրված լինի եւ երկրորդը հենց իներցիայի օրենքով, հա, երկրորդը այդ մարդուն տրվի եւ այդ մարդու համար ավելի հաջողակ կյանք դասավորի, բայց որ փոփոխություն լինում է հաստատ, կարող առաջի անվան տակ մնար այդ մարդը, անունով կանչեին առաջին եւ նույն հաջողությունը չունենար, ինչ երկրորդ անունով, բայց որ փոփոխություններ լինում են, դա անխոս։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, անդրադարձի համար տվյալ հարցին։ Մեկ էլ կցանկանայի մի այսպիսի հարց կար, ասում էին իսկ կարծես թե գրողը մի պատշուր տպավորություն էր ստացել, որ նախորդ հանդիպման ժամանակ մենք խոսեցինք նկատի ունենալով բազմաստվածության մասին, դիցերի հետ փոխանցում մեջ վերելու, այսինքն ինքը իրեն թվացել էր, որ մենք խոսում ենք հայերի բազմաստված լինելու մասին։ Կխնդրեի մի փոքր այս մասին լուսաբանենք, հա, որպեսզի ավելի հստակ պատկերացում ունենա տվյալ անձը, ինչի մասին է խոսքը եղել նախորդ հանդիպման ժամանակ։ Ինչ վերաբերում է բազմաստվածության կամ միաստվածության, բոլոր հավատալիքների ժամանակ նույն ձևով է լինում եւ քրիստոնեությունն էլ բացառություն չի։ Ուղղակի ավելի ճիշտ անցալելու համար կարելի է նայել մեր կյանքում, աշխարհի կյանքում, որ գոյություն ունի նույն նյութական դաշտում, նույն իերարխիան, հա, երկրի գլխին նստած է մի ղեկավար, որն իրենից ներքև գտնվող տարբեր օգնականներ եւ միջև ամենաներքևում այդ երանգյան գտնվում են սովորական մարդիկ, գյուղացիները, աշխատողները եւ այլ, ենթականները, այսպես ասած, բայց բոլորը մարդիկ են, չի նշանակում, որ ինչ որ մեկը իրանցից մարդ չի,
Բայց վերևում նստած մի հոգին ինքն է կառավարում ամբողջին, իր խոսքն է բոլորի վրա ազդեցություն թողնում, նույն ձևի բոլոր հավատալիքների ժամանակ, այո, գլխավոր մեկ աստվածություն է եղել, բայց մյուս աստվածները, ովքեր ամեն մեկը իրենց գործունեությամբ են զբաղված եղել, չի նշանակում, որ իրենք աստվածներ չեն եղել։ Եվ ի տարբերություն մեր հիմիկվա ժամանակակից գիտելիքների կամ գաղափարների, որ մենք փորձում ենք միայն վիճել ամենուր մի աստվածություն է, թե բազմաստվածություն, հին ժամանակներում ամեն մի աստվածությանը ընդունել են որպես այդպիսին, օրինակ ջրերի աստվածությանը ընդունել են որպես ջրերի աստված, քամու աստվածությանը քամու աստված, հողմերին հողմերի եւ այլ եւ այլ եւ այլն։ Բայց նաեւ անցալել են, որ այդ բոլորից վեր կա մի աստվածություն, որը փորձում է բոլորին իշխել։ Ես խոսում եմ աստվածների մասին առաջին հերթին, որ մեր հայերի մոտ կոչվել են դիցեր, շատ անգամ մարդկանց մոտ ընկալում կա, որ դիցերը դրանք այլ էակներ են, նույն աստվածություններն են, եւ պետք չի խառնել այդ ամենը միակ արարչի հետ, որովհետեւ արարիչ ամենաբարձր եւ մի էակ է, որը էակ չի ավելի շուտ, արարիչը դա ամեն տեղ է եւ ամենուր, ինքը ոչ մի եռանկյան, ոչ մի հատվածում չի։ Եթե խորհրդանշաբար նայենք, ինքը ավելի շատ իրան խորհրդանշում է շրջանը, որը չունի ոչ սկիզբ, ոչ վերջ։ Եվ շատ անգամ հին հավատալիքներում որպես արարչական լույսի խորհրդանիշ արևին էին տեսնում մարդիկ, իսկ մենք մեր ավելի ժամանակակից գաղափարներին տրված ընկալում ենք, որ մարդիկ եղել են արևապաշտ, այնինչ ուղղակի մարդիկ արևին ընկալել են որպես հավերժական լույսի աղբյուր արարչականության խորհրդանիշ։ Այդ տարբերակումները շատ կարևոր է մարդիկ ներսում ունենա ճանաչողությունը մի փոքրիկ առաջ տանելու համար։ Այնինչ ոչ միայն վիճենք, ժխտենք կամ չժխտենք ու վերջ, որովհետև աշխարհում ամենը կապված են իրար հետ։ Ուղղակի ճանաչել է պետք։ Մի փոքրիկ փորձեցի ավելի ընկալելի ձևով այդ ամենը ներկայացնել, որ մեր անանք ստացած հետևորդին կամ հետևորդներին ավելի պարզ լինի։ Քրիստոնեության ժամանակ էլ կա նույն իերարխիաները եւ նույն Քրիստոսի ներկայացրած հայրն էլ հենց արարչական են էներգիաներ, որը ամենտեղ եւ ամենուր, այլ ոչ այդ հիերարխիայի գագաթին նստած աստվածությունը։ Ինչ որից է այսքանով սահմանափակվենք։ Շնորհակալություն, շնորհակալ եմ Դավիթ ջան, ուրեմն կար տեսակետ, որ մեր արարչի անունը եղել է Արեգակ, եւ դա նշանակել է արարիչ, էներգետի, գոյության, գիտակցության ակունք, աղբյուր բան, ինչը որ ես չեմ կիսի այդ տեսակետը միանշանակ, որ որպես անուն դնել արարչի վրա, միգուցե մարդիկ այդպես որոշել են տվել են, բայց եթե ինքը բացվում է այդպես, հա, այտենց են իրան նոթագրել, ես կարծում եմ այստեղ մի փոքր շեղում կա։ Արարչին տալ անուն եւ կոչել անունով կարող ես, իհարկե, κανονականորեն ամեն մարդ կարող է իր համար արարչի պահով անուն որոշել, բայց ինչ որ վերաբերում է, որ դրանով արարիչը կդառնա ինչ որ անվան կրող, ես կարծում եմ դա այդպես չի, որովհետեւ կար մի հատ տենց գրություն, որտեղ բացվում է արարչի անունը Արեգակ, բայց ես ավելի շատ հակված եմ, որ Արեգակ նշանակում է արական եւ էգ իքական ակունք, որը խորհրդանշում է հայր-մայր համակարգի գործառույթը եւ ներկայություն այդ ամբողջի մեջ, ինչը որ ավելի ճիշտ բնութագիր է տվյալ դաշտին, քանստը որ ես որոշեմ, որ տենց բացվում է հապավումներով, արարիչ, էներգետիկ գույցակակոնք եւ այլն։ Ինչ կասես այս բանով, Դավիթ ջան։ Սևակ ջան, եթե
բարի ստուգաբանությանը ասնենք, կասեմ նաև այսպեսին, որ արեգակ բարի հիմքում արեգ ընկած, և ակն աչք, կարելի ասել առաջին աչք, հա, ամենայն դեպս վերածվել է արեգահա կամ արեգական անունի, այդ բառը, այդ բառակապակցությունը, ինչ-որից է չեմ լսել առաջի անգամ քեզանից լսա նման մոտեցումը, ամենայն դեպս միշտ մենք բոլորս սիրում ենք ամեն ինչին նմանացնել, նույնիսկ բարձրում գտնված էակներին իջեցնել մեր մակարդակին, որպեսզի կարողանանք ընկալել, դրա համար անուն էակին փորձենք անուն տալ, չնայած գուցեև աստվածների մասին է խոսքը կամ որևէ աստծո, բայց ոչ արարչի, որովհետև ուղղակի անհնարին է պրակտիկորեն տալ մի էության անուն, որը չունի անուն, եւ առասարակ եթե մեկին անուն ես տալիս, նշանակում է դու իրանից առաջ ես եղել, իսկ քանզի արարչական էներգիայից առաջ չի գտնվում եւ չի գտնվել ոչ մի բան, նշանակում է ամենաանանուն էության մասին ենք խոսում։ Այդպես Սևակ ջան, դե պատկերացրու, եթե ասում են, որ մարդիկ կան, ովքեր հասնելով բարձր գիտակցության արդեն հրաժարվում են իսկ իրենց անունից, այլուր մնաց արարչական ուժը անուն ունենա։ Բացի դա, ինչ որ անունով կնքելու համար որևէ ուժի, նախ պետք է ճանաչես, որպեսզի իմանաս ինչ անունով կնքես, իմանաս ինչ էակ հետ գործ ունես։ Իսկ եթե ճանաչես, նշանակում է կհասկանաս, որ իմաստ չունի, որ դու անունով կնքես։ Ստեղից հետևություն չենք ճանաչում, ուղղակի ուզում ենք չհասած բարձր գիտակցության իշխող լինենք բոլորի վրա։ Ինչքան էլ կարող ենք ճակերտավոր ինչ որտեղ էլ ասած իշխենք, որովհետև այդ իշխանության ձգտումը գուցե մեր մեջ ունենք, բայց չճանաչելով եւ չհասնելով որոշակի գիտակցական մակարդակի եւ չբարձրանալով, չգիտեմ ում կամ ինչպես պետք է իշխող լինենք, ընդհանրապես անուն դնելով, խնդիր չկա, դնենք, ասենք, միայն ասելու մակարդակում կմնա ու ոչ ավելին, էգոյի մակարդակից չենք բարձրանա, որի արդյունքը ամենուր երևում է։ Շատ ճիշտ ես Դավիթ ջան, եւ այստեղ չեմ կարող մեզ չբերել մեր Հանրահայտ Թումանյանի խոսքերը, որ ասում է դու Աստված ես, դու անհուն ես, անանուն ես ու անես։ Եվ այդ հասկացել է այդ մարդը։ Դավիթ ջան, այսպեսի մի հարց էլ կա, իսկ ինչ կապ ունի էպոսը մեր հետ եւ որքանով է այն ճշմարիտ եւ ինչա փոխանցում մարդուն։ Ինչքանով է դա կապված մարդու ինքնաճանաչման, հոգևորի հետ, բարձրանալու հետ, մի խոսքով։ Այդ ամենը ինչ սերտորեն կապ ունի մարդկության հետ։ Հեքիաթները, էպոսները, չէ որ ասում են մարդիկ են գրել, այնտեղ էլ կարա եղած լինի որոշակի շեղումներ, հնարովի բաներ, ու կարա բանը լինի, որ արդեն ժամանակի ազդեցությունից դուրս են, մենք որքանով հիմնվենք էպոսի ճշգրտության վրա եւ ինչ է այն փոխանցում մարդուն։ Կխնդրեի մի քիչ էլ անդրադառնանք այս թեմային Դավիթ ջան։ Սիրով կլսեմ քո դիտարկումները եւս։ Արի այսպես նայենք, հասկանանք, որ թղթերը, այն գրքերը, որը կրոնի տեսքով փոխանցվել է մեզ, հատկապես հին կտակարանը, դա հրեական էպոսն է։ Ուղղակի, որ մեզ փոխանցվելուց չի ասվել էպոս, այլ կոչվել է Աստվածաշունչ, ինչի համար Աստվածաշունչ, որովհետև դա արարչական դաշտի մասին չի, այլ Աստծո ստեղծած նյութական դաշտի մասին է խոսքը, Մաշտոցը գիտենալով թարգմանեց որպես Աստվածաշունչ եւ միակ լեզվով է այդպես կոչվում, մյուս լեզուներով կոչվում է գրքեր, այսինքն տարբեր գրքերի միասնությունից բաղկացած, տարբեր թղթերի գրքերի միասնությունից հավաքագրված բաղկացած տեքստեր, էպոս, որոնք ինչպես բոլոր երկրների տարբեր մշակույթների էպոսները սկզբից բառ առ բառ խոսակցական ձևով է փոխանցվել եւ հետո գրի է առնվել։ Դա էս մասով, այնպես որ նախ ինչի շեշտեցի սա, որովհետեւ մենք լինելով հայ, բայց ավելի շատ երևի կարող ենք որոշակի մեջբերումներ անել այդ էպոսի տեսակից, հերական, քանց թե հայկական էպոսի տեսակից։ Առաջին հերթին բոլոր էպոսները, բոլոր ազգերում պահպանված էպոսները չի գրվել ոչ մի մարդու ձեռքով,
դրանք տիեզերական որոշակի փոփոխությունների, մոլորակների դասավորությունների հազարավոր տարիների ընթացքում տեղի ունեցած այդ փոփոխությունների աշխարհագրական ինչ-որ պրոցեսների հիման վրա տեքստեր են փոխանցված սերնդեսերունդ, որը օրից մի օր այդ տեքստերի հիման վրա կազմավորվեց եւ վերածվեց որոշակի հետաքրքիր խորհրդանշական պատմության, որին ասում ենք էպոս։ Եվ շատ անգամ շատերին թվում է, թե էպոսի հերոսները անհնարին է ճիշտ լինեն, որովհետև այդ ուժի դեր մարդ չկա, կամ շատերը ասում են հորինվածքներ են, որովհետև մենք այնքան ենք նյութական դաշտի մեջ մտել, որ հեռացել ենք այդ բոլոր տեքստերում ներկայացրած գործողություններից, հա, եւ սերնդեսերունդ փոխանցում են մարդիկ իրար, արդեն հակառակ բան են փոխանցում, որ այդ ամենը սուտ են, միֆ են եւ այլն։ Ինքս այդ կարծիքին չեմ, բոլոր էպոսները մեկը մեկ հետ փոխկապակցված են եւ ոչ հայ լինելու համար եմ ասում, ամենայն դեպս ինձ ինչքան հնարավորինս տարբեր ազգերի էպոսներ փորձել եմ ուսումնասիրել, հավատացնում եմ, որ մեր տարածաշրջանում մեր պահպանված էպոսը, որը Սասնա ծռերն է, ամենաամբողջական էպոսն է։ Դա իսկ իրանով ցույց է տալիս, որ ինքը ընկած է բոլորի հիմքում, որովհետև բոլոր էպոսները կարծես պատառիկներ մի փոքրիկ հատվածը լինեն մեր էպոսի։ Գուցե շատ հետևորդներ ծանոթ չլինելով տարբեր էպոսների, միանգամից փորձեն ընդդիմանալ, խնդրեմ ուսումնասիրեք։ Նույնիսկ Գիլգամեշի էպոսը, որը համարվում է ամենահին գրի առնված էպոսը, կավի սալիկների վրա գրի առնված էպոսը, եւ շեշտեմ նորից, որ գրի առնվածը ոչ թե ամենահին պատմված էպոսը։ Նույնիսկ Գիլգամեշի էպոսում հղում կա Արարատա երկրի մասին, որն էլ իսկ ցույց է տալիս, որ այս տարածաշրջանը իր բնակությամբ արդեն շատ ավելի վաղուց հայտնի էր։ Այդպես մեր էպոսը ունենալով, այդ նմանատիպ գանձ ունենալով, մենք դեն ենք դրել եւ համարում ենք դա հորինված որևէ միֆ։ Ասեմ, որ ցանկացած էպոս, նույնիսկ մեր դպրոցական տարիներում շատ լավ հիշում եմ, ամբողջ Սովետ միության տարածաշրջանում հին հունական դիցաբանությունը էպոսն էր շատ ավելի ուսումնասիրվում, խթանում էին, որ ընթերցենք եւ այլն, չգիտեմ ինչի համար էր հենց հունականը ընտրված, երևի որպես քաղաքակրթության սկզբնաղբյուր, այդպես էր որոշված, որովհետև Սովետ միությունն էլ ուներ իր իշխանության ձևը, իր գաղափարախոսությունը եւ պետք չէր, որ Սովետ միության երկրներից որևէ մեկը ճանաչվեր որպես քաղաքակրթության սկզբնական աղբյուր։ Դա իր պատճառները ուներ եւ ամենայն դեպս նույն Սովետ միության տարիներին իբարս մեր մեծերի մենք ունեցանք այն ինչ որ ունենք, տպագրվեց արդեն Գարգին Սերբաստյանցի միջոցով եւ նման նույն մեծերի միջոցով հավաքագրված էպոսը, թե պատումների տեսքով, որը հետո հավաքագրվեց եւ հավաքագիր էպոսի վերածվեց, ինչին շատերը ծանոթ են, եւ փոխանցվեց մեզ։ Նույն ձևով հավաքագրվեց հեքիաթները, որ ներկայությամբ ունենք 18 հատոր հեքիաթներ մեծերի համար, որոնք իրենց մեջ թաքնագիտական շատ շերտեր են պարունակում, ինչպես էպոսները, եւ ունենալով նման գանձեր, չգիտեմ ինչ պատճառները ոչ միայն մենք ենք արհամարհում, այլ մեր երեխաների համար չենք ուզում արդեն թեկուզ մանկական հեքիաթներ կարդալ կամ մեր էպոսը պատմել ու փոխանցել։ Ունենալով նման գանձեր շատ կարևոր է հատկապես նման ժամանակներում նորից ինչպես մեր պարերը վերածնունդ են ապրում, նորից մեր հեքիաթներն ու էպոսը մեր ակունքային այդ գրվածքները փոխանցվի սերնդին, որպեսզի այդ ուժը, այդ էներգիան սկսի տարածվել։
Փոխարենը մենք այլ բանով ենք զբաղված։ Նույնիսկ եկեղեցու մակարդակով դա պետք է անեն, կրոնի մակարդակով, բայց չգիտեմ խի չեն ուզում կամ չի արվում։ Ինչ վերաբերվում է ինչ կապ ունի մեր կյանքի հետ, կարծես նման հարց բարձրացրեցիր կամ ինչ կտա մեզ, ասեմ շատ անմիջական կապ ունի Սևակ ջան, կարող եմ օրինակներով մի քանի օրինակներ, օրինակ թաքնագիտական շերտերից, հա, օրինակներ բերել, թե ինչքանով մեծ կապ ունի այս ամենը մեր գնալիք ճանապարհի հետ։ Ամենաառաջին հերթին արի մի ցավալի դեպքի ժամանակաշրջանի մասին խոսեմ եւ անմիջականորեն կապը ցույց տամ նույն հեքիաթների մեջ։ Հեքիաթների մեջ, օրինակ, ու ոչ միայն հայկական հեքիաթների մեջ, ողջ աշխարհում տարածված հեքիաթների մեջ կա այս դրվագը, շատ հեքիաթների մեջ, թե էպոսների եւ էպոսների եւ հեքիաթների մեջ կտեսնենք այս դրվագը, որ լինում է որևէ թագավորություն, որտեղ ինչ որ դև կամ վիշապ գալիս, ջրի բերանը փակում է, որի համար ամեն անգամ մի աղջիկ տալիս են վիշապին, վիշապը ուտում է, որ մի փոքրիկ ջուր բաց թողնի, եւ շատ երիտասարդներ են գնում վիշապի հետ կռվելու եւ զոհվում են, մինչեւ կհայտնվի այդ տվյալ պատմության հերոսը, ունենալով հրեղեն ձի, ունենալով իր կողքին հրեղեն խորհրդատուներ եւ հրեղեն սուր, կկարողանա հաղթել այդ դևին եւ ազատ արձակել թե վերջին մնացած գերուն, որը որպես կանոն միշտ վերջինը թագավորի աղջիկն է լինում իդեպ, եւ այդ ջուրը, որը կյանքի խորհրդանիշ է, այդ ջուրը կտրվի տվյալ ժողովրդին, ժողովուրդը կվերածնվի, կարելի է ասել։ Նայ մի փոքրիկ դետալ պատմեցի, ինչքանով է կապված մեր իրողության հետ։ Խնդրում եմ, եթե հարցը տվել ես, պետք է պատասխանեմ եւ փորձեմ օրինակով ասել, բայց պետք է խնդրեմ, որ հետևորդները մի քիչ բռնումով մոտենան, շատ ծանր օրինակ չվերցնեն իրենց վրա, բայց փաստն եմ փորձելու արձանագրեմ։ Եվ կարելի շատ դրվագների հետ համեմատել, օրինակ ուզում եմ համեմատել մի երևույթ հետ, որ հատկապես վերջի անկախության տարիներին, ամենայն դեպս շատ եմ լսել այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած մի երևույթի հետ, որ հատկապես մեր Հայաստանի տարածքում էր տեղի ունենում, որը կոչվում է աբորտների մեծ քանակ, չծնված երեխաների հատման, հա։ Նայ սկսենք ստեղից համեմատականը տանել։ Նախ ինչ է նշանակում դև, որը փակում է ջրի ճանապարհը։ Մենք բոլորս մեր մեջ ունենք դևեր։ Դևերը դրանք մեր էմոցիոնալ դաշտերն են, դրանք մեր նյութական ցանկություններն են, որոնք գլուխ են բարձրացնում եւ մենք դառնում ենք անզոր իրենց առաջ, հա, եւ իրենք սնվում են մեր մարմնի միջոցով։ Իրանք սանձվում են միայն այն դեպքում, երբ որ մենք կարողանում ենք հաղթահարել մեր այդ նյութական ոչ առաջնային կարևորություն ունեցող կարիքները եւ կարողանում ենք հաղթած լինել եւ սանձած լինել դևերին, իսկ այդ դևերը այդ ժամանակ դառնում են մեր ենթակաները եւ այդ վեակները սնվում են մեր այդ էմոցիաների, ցանկությունների միջոցով։ Այս նկարագրելուց հետո խորհրդանիշն եմ ասում, որ կարևորությունը, հա, եւ կապը տեսնենք։ Մի այսպիսի անգրագիտություն կոչեմ, անգրագիտության կամ չգիտեմ ինչպես կարելի ասել, որոշակի գաղափարներից ելներով գերադասում էին միայն տղա ունենալ շատ ընտանիքներում եւ եթե աղջիկ պետք է լիներ, աբորտ էին անում։ Խնդիրը շատ իրոք ցավալի էր եւ մարդիկ չէին գիտակցում դրա հետագա արդյունքը։ Այդ ցանկությունները դրանք մեր դևերն էին, իսկ այդ process-ը աղջիկների կյանքի ընդհատման, դա նույն դևին
որպես զոհ մատուցած աղջիկներն էին, որը շեշտվում է թե պոսում, թե հեքիաթներում։ Իդեպ ասեմ, այդ խնդիրը դարերի վեր է եղել եւ այդ դևին հաղթելու համար շատ տղաներ են երիտասարդ գնում ու զոհվում, որը ունենում ենք պատերազմների տեսքով եւ հաջորդեց այդ պատերազմը եւ շատ կորուստներ ունեցանք նաեւ մինչև կհայտնվի այն հերոս տղան, ով կկարողանա այդ դևի դեմը առնել։ Այդ հերոս տղայի խորհրդանիշը մեր ամեն մեկիս ներսում է։ Այն բոլորիս ներսում, ովքեր կհասկանան, որ այդ սխալը չի կարելի անել, որտեղ հերոսները հավատացնում են, բոլորը սխալվում են իրենց ճանապարհի ընթացքում եւ իրենց օգնարեղ են օգնականների միջոցով այդ սխալը վերածում են հաղթանակի։ Այսինքն, եթե որևէ մեկը սխալ է արել իր կյանքում, նմանատիպ կամ առհասարակ, պետք չի շատ հիասթափվել, քարկոծել, ամենայն դեպս կարելի է սխալը ուղղել եւ այլ հերոսական աշխատանքներով, գործով փորձել ավելի առաջ գնալ, ոչ թե քարանալ տեղում, ինչա սխալ ենք արել, բայց այդ սխալը կրկնել ուղղակի չի կարելի, չնայած ասեմ, ինքս իրավունք չեմ վերապահում ինձ բժշկական մակարդակով խոսել, որովհետև լինում են հատումներ, որ մարդու կյանքի հետ է կապված եւ ստիպված են անում, դրա մասին չի խոսքը, այն հատումների մասին է խոսքը, որ ցանկությունից ելնելով են անում, ինչա մենք տղա պիտի ունենանք, մենք աղջիկ ունեցող չենք, հա, այս գաղափարի մեջ, ինչի համար կապեցի, որովհետև շատ անգամ ճշմարտությունը միշտ ցավալի է հնչում եւ շատերը մի քիչ ծանր են տանում ճշմարտությունը, բայց մեկ պետք է հասկանալ, որ ճշմարտությունը լսելը կարեւոր դեր ունի։ Ասեմ, դա օրինակներից մեկն էր։ Բացի դա, օրինակ միշտ հեքիաթի հերոսը արթուն մնալու համար, մի երկու անգամ էլի նշել եմ այս գաղափարը, միշտ իր մատը կտրում աղեց անում վրան, որպեսզի արթուն մնա եւ կարողանա դժվարությանը հաղթի, որը դեպի կամ այլ ինչ որ կերպարով կհայտնվի։ Դրա խորհրդանիշը ինչ է, որ ամեն մի առաջ գնալու մեր ինքնաճանաչման, գիտակցության ճանապարհով գնալը անպայման մեզ կարա ցավ պատճառի, այդ մատը կտրած եւ աղցանս մռմուռը պատճառի։ Անխուսափելի է ցավն ու դժվարությունը։ Եթե մենք պետք է փախնենք այդ ցավից ու դժվարությունից, նշանակում է մենք հեքիաթի հերոս չենք եւ չենք ուզում եւ իրավունք էլ չունենք ցանկանալու, որ մենք կյանքը պետք է հաջողակ լինի կամ մենք ճանաչենք ինչ որ դիեզերական որոշակի գիտելիքներ եւ այլ։ Նուրբ ասած բնազդային մակարդակով ապրենք ու մահանանք։ Ոչինչ չթողենք մեզանից հետո։ Պետք է չի ապրել այն գաղափարով, թե ինչ պիտի թողնեմ ինձանից հետո, այլ ուղղակի պետք է ճանաչողության ճանապարհով գնալ եւ անցնել, որ ցավալի է ճանապարհը լինում, որի փայլուն օրինակը տվեց հենց Հիսուսը։ Մեզ ամենամոտ օրինակներից մեկը Հիսուսն էր իր գնացած ճանապարհով։ Եվ խնդիրը ինչու՞մ է, որ մենք բոլորս խուսափում ենք եւ սպասում ենք, որ մեր կողքինը պետք է դա անի։ Մեր կողքինը կարող է հասնել իր ուզած կետին, բայց մենք չենք կարող հասնել, որովհետեւ նման բազում օրինակներ թե կողքինի, թե դարեր առաջվանից եկած ունենք, թե կրոնի, թե էպոսի, թե հեքիաթների տեսքով ունենք, այդ օրինակներին կամ լուրջ չենք վերաբերվում, կամ ասում ենք սուտ գրվածքներ են, սպասում ենք մեր կողքինը պետք է անի, իսկ մեր կողքինն էլ անելուց հետո մենք երբ հասնում ենք ինչ-որ բանի, մենք չենք նկատում կամ չենք հավատում, վերջի կարող ենք ասել 21-րդ դարը եւ արհեստական բանականությամբ սարքած ինչ-որ մի բանա ու վերջ։ Այդպես շատ կապ ունի այս տեքստերը, էպոսները, հեքիաթները մեր իրականությունը առաջ տանելու եւ ինքնագիտակցության ճանաչողության դաշտում շատ կապ ունի։ Տարիներ առաջ եւ միջև օրս էլ օրինակ Հայկ Կիրակոսյանը, գուցե շատերը լսած կլինեն, շատ խթան տվեց հեքիաթների դաշտին ճանաչողության համար, բավականին լավ
արձագանք եղավ շատ-շատերի կողմից, կարող եմ շնորհակալ լինել իր այդ գործի համար։ Այդպես Սևակ ջան, շատ եմ կարևորում այդ դաշտը եւ ասեմ ավելին, նույն էպոսի մեջ, նաեւ հեքիաթների մեջ չմտածեն մեր հետևորդները, որ գրած է միայն ճիշտ ուղու մասին, այնտեղ այնքանով փառահեղ են այդ տեքստերը, որ այնտեղ գրած են հերոսի սխալների մասին եւս եւ սովորեցնում է, որ ինչ պետք է չանես, ինչպես մեր էպոսի մեջ օրինակ անմահներին մահը մոտենում է այն ժամանակ, երբ իրենց խոսքը կամ երդումը չեն կատարում, կամ Դավթին սպանում է իր իսկ սերունդը, որը օտարից էր, իր զարմից չէր, այլ զարմից էր, խորհուրդը ինչ կցուցանի, որ երկրից դուրս ապրող մեր հայրենակիցները արժանանում են ցավալիորեն այդ ճակատագրին, խորհրդանշաբար, որովհետև եթե իրենք ընտանիք են կազմում, մի քիչ խորհրդանշորեն հասկացեք, ոչ բառացիորեն, այլ ազգի ներկայացուցիչի հետ իրենց զարմը, իրենց սպանելը այն խորհրդանշավ կարող եք հասկանալ, որ ընդամենը 2 սերունդ հետո քո լեզվով չի խոսալու քո իսկ սերունդը, այսինքն դա նույն Դավթի մահվան խորհրդանշի պես մի բան է, քո սերունդի մեջ կտրվում է քո լեզուն, քո տեսակը, դա նույնն է ինչ սպանեցին քո տեսակը, եւ դա նորմալ է, սերունդը մեղավոր չի, որ ինքը այլ ազգի մեջ է ծնվել եւ այլ լեզվի կրող է, այլ սովորության կրող է, խնդիրը մի քիչ ավելի խորքային է եւ ինչ էլ ունենք, ամենայն դեպս գոնե կարելի է պահել, պահպանել, ճանաչել այն գանձերը, ինչ ունենք եւ չալարել երեխաներին փոքր ժամանակ պատմել մանկական հեքիաթներ, շեշտում եմ, մանկական հեքիաթներ, խեմ շեշտում օրինակ Թումանյանի հեքիաթների մեջ շատ մեծերի համար հեքիաթներ կան, որ տպագրվում են մանկական հեքիաթների կողքին եւ շատ ծնողներ սարսափելով կարդում են իրենց երեխաներին եւ չեն գիտակցում, որ եթե իրենք սարսափում են, չի կարելի որ երեխաներին կարդալ, օրինակ խմորտող երեխան, միայն Թումանյանին չէ, Ղազար Սաղանյանի, ընդհանրապես մեր բոլոր հեքիաթագիրների մոտ պետք է կարողանալ տարբերակել մեծերի եւ փոքրերի հեքիաթները։ Զանգի զրանգին, Կռնատ աղջիկը, դրանք մեծերի համար հեքիաթներ են իրենց թաքնագիտական շերտերով։ Եվ մնացած հեքիաթները, օրինակ մեր հեքիաթագրերը, ոչ միայն մեր, նաև աշխարհի շատ բոլոր ժամանակակից եւ 20-րդ դարի հեքիաթագրերը օգտվել են հենց այդ հին հեքիաթներից եւ մշակել են այդ հեքիաթները ավելի մանուկների համար են դարձրել եւ փոխանցել են եւ իրենք չեն էլ ասում որ գրել են այդ հեքիաթները, այլ մշակել եւ փոխանցել են որոշակի ավելի ուրիշ խորհրդանիշներ դնելով դրանց մեջ իրենց ժամանակին համահունչ շատ կարևոր դեր ունեն մեր կյանքում, ընդհանրապես պետք է վերցնել, փորձել, ճանաչել, ուսումնասիրել։ Շատ ավելի բան կտա, քան միայն կրոնական գրքեր ուղղակի կարդալ։ Թեկուզ եւ եթե կրոնական գրքերը կարդալ, փորձել հասկանալով կարդալ, գիտակցելով կարդալ, այդ տեքստերն իրենց մեջ շատ մեծ խորհուրդներ ունեն, բայց ճանաչելով է պետք անել այդ ամենը, ոչ ուղղակի միջայլոց, որովհետև լսել ենք, որ դա սուրբ գիրք է ու վերջ։ Համաձայն եմ Դավիթ ջան, շնորհակալ եմ, շատ ցավալի եւ միևնույն ժամանակ շատ կարեւոր թեմայի անդրադարձար իդեմս արհեստական ընդհատումների, ասել է թե աբորտների։ Լավ, արի առաջարկում շատ չծանրացնել եւ մի քիչ չքաղաքականացնենք այս ամենայն դեպս օրինակը բերեցի ինչի համար, որ մի քիչ նման լինի հեքիաթի հերոս տղու մատը կտրելու մրմուռին ցավին, որովհետև միայն այդ ժամանակ կարող ենք կոնկրետ օրինակով կարող ենք ընկալել, հասկանալ։ Կխնդրեմ, որ շատ ուղիղ իմաստով չնայել, բայց նաև հասկանալ, որ այդ ամեն ինչը
ազդում է մեր այժմյան քայլը ազդում է մի քանի տարի կամ ամիս կամ օրեր հետոյվա վրա չի գալ, որովհետև բնության մեջ կա այսպիսի օրենք։ Եթե բնության մեջ տեսնում են, որ դու ցանկություն ես, ոչ թե ցանկանում ես տղա ունենալ, օրինակ կբերեմ, այլ քեզ դուր է գալիս ընդհատման process-ը, բնությունը ասում է այսպես. խնդիր չկա, ես քեզ կտամ այդ հնարավորությունը եւ կարող է ստեղծվի կատակլիզմ, կարող է ստեղծվի պատերազմ, որպեսզի այդ զոհաբերությունները տեղի ունենան, որտեղ դու ես դա ցանկանում, որտեղ բնությունը քո նման չի մտածում, ես աղջիկ եմ ուզում կամ տղա, իրան թվում է, որ քեզ դուր է գալիս այդ process-ը, ինքը տալիս է այդ process-ը քեզ։ Բացի դա, շատ կարևոր է անցնել, թե մենք ինչ ենք ուզում եւ ճիշտ ուղենք այդ էներգիան, հա, եւ հավատացման բնությունը մեզ կկնա պատիկը եւ ցավալին եւ հաճելին։ Եթե մենք իրար քննադատելու, որը վերջին մի քանի տարիներում շատ ավելի շատ է ակտիվացել, իրար սև ու սպիտակի բաժանելու, քաղաքական դաշտերի բաժանելու փոխարեն ուղղակի սիրենք իրար նայենք որպես եղբայր եղբոր, քրոջը քրոջ, հարգենք իրար, մի փոքրիկ չնչին պատճառով իրար չվիրավորենք, հավատացնող որ ունենք տեզերքը, բնությունը, որ ասում եմ, կասի, եթե դու սեր ես ուզում, ես քեզ կտամ կրկնապատիկ սեր, եւ դրա համար կարող եւ վերականգնվի, թե մեր հողատարածքները կորցրած, թե բազմանանք ավելի շատ, ծաղկենք, ինչի՞ չէ, հավատացնում եմ այդ ամենը կլինի, մենք ինչքան ատում ենք իրար, ունիկալ ժողովուրդ ենք դարձել, միայն պատերազմը մեզ պետք, որ իրար թիկունքի կանգնենք, մենք ցանկանում ենք, որ պատերազմ լինի իրար կողք լինելու համար եւ բնությունը տալիս է մեզ այդ պատերազմը, որովհետեւ տեսնում է տեզերքը, որ մենք շատ ենք իրարից բաժանվում, մենք շատ պետք ենք այդ տեզերքի համար, մարդկության համար շատ կարևոր տեսակ ենք, բայց շատ ենք բաժանվել իրարից, իսկ մենք միանում ենք միայն պատերազմի դաշտում իրար։ Դրա համար ասում եմ, խնդիր չկա, ես քեզ կտամ խնդիրներ, խնդիր չկա, ես քեզ կտամ պատերազմներ, որ դուք մի քիչ սիրեք իրար, թշնամացած մարդիկ իրար թիկունք պահեն պատերազմի դաշտում, եղբայրանան, շատ ընկերներ կան, շատ ծանոթներ կան, շատ լսած դեպքեր գիտեն, որ քաղաքացիական կյանքում թշնամիներ էին եւ պատերազմի դաշտից հետո իրար եղբայրներ են դարձել, շատ օրինակներ կան, լսողների մոտ էլ կլինեն եւ կհիշեն այդ բաները, մենք կարող ենք, չէ, առանց պատերազմի մենք իրար թիկունք պահել, մենք իրար հետ չպատերազմել, ընդամենը մեկ օր առաջ մի վիճաբանություն հեռվից նկատեցի, մարդիկ իրար հետ վիճում էին ինչ-որ մի բառի շուրջ եւ այդ մի բառը դարձավ երկրորդ բառը դա արան էր, որ մեկ ընդամենը դիմացին այս արա գնաց տեղից եւ բորբոքվեց դիմացինը ասելով արան դու ես չհասկանալով որ արան դա վիրավորանք չի, այլ մեր լեզվի մեջ օրհնություն է, ախր դա չենք ընկալում մենք Ստեղ ամենևին տոնի մեջ չի խնդիրը, այլ այդ բառը մենք ընկալում ենք որպես վիրավորանք, արարիչ բառը մենք վիրավորանք ենք որպես ընկալում, իսկ տիեզերքը մեզ ինչ պետք է տա, պետք է ասի, եթե դուք չեք ուզում արարչականությունը, որը բառի տեսքով, անվան տեսքով է նույնիսկ ձեզ տված, մենք կվերցնենք ձեզանից, տիեզերքը ամեն ինչ տալիս է այն ինչ ուզում ենք, կրկնապատիկը, քառապատիկը, պատկերացնում եք, եթե մենք ատում ենք իրար, քառապատիկն է տալու տիեզերքը մեզ, ատելության, գործակիցը, իսկ եթե սեր ունեցանք իրար հանդեպ, քառապատիկը կունենանք, կլինենք օրինակելի, այս են դեպքն է, որ իրոք աշխարհը մեզանով առաջ կարա գնա, շատ չնչին քանակի լինելով, մնացած քանակի լինելով հանդերձ, շատ մեծ բան պետք չի, ինչ ասել կուզեմ, եթե կարևորություն չունենային հեքիաթները, էպոսները եւ նման գրվածքները մեր կյանքում, հազարավոր տարիներ մարդկության սկզբից ի վեր խոսքով փոխանցված չէր լինի մեզ,
Իդեպ ասեմ, շատերը գուցե եւ առաջնային տեղ լինի իրենց համար գրվածք տեսքը, ասեմ ինչի համար է խոսքով փոխանցվել ընդհանրապես, որովհետեւ եթե դեմ չես մի փոքրիկ ասեմ գրի եւ խոսքի փոխանցման տարբերությունը, եւ շատ թույլ ըմբռնում կարա լինի, որ խոսքով մեկը մեկին պատմելով կարա շատ փոփոխության ենթարկվի, ասեմ, որ նույն փոփոխության կարա ենթարկվի եւ ենթարկվել է գրի միջոցով, որովհետեւ նույն Աստվածաշունչը գրելու համար, երբ եկեղեցու սանը պատժվում էր, որպես պատիժ ինքը պետք է արտագրեր մի քանի մատյան։ Դե պատկերացրեք ծեծ կերած եւ ցավերի մեջ գտնված ու պատժված աշակերտը ինչքանով կարող էր ամբողջ ճիշտ արտագրել։ Ես վստահ չեմ, որ ամեն մի գիրքը հերթով ստուգում էին ամեն մի գիրը։ Թե բարի փոփոխություն կարող էր լինել, թե իմաստի փոփոխություն, նաև նույն ձևով պատմվածքն է եղել, ասեմ մեծ փոփոխությունների չի ենթարկված, իմաստը հիմնականում պահպանվել է եւ շատ կարևոր է տարբերություն անցնել, որովհետեւ արարչականությունն էլ խոսքի միջոցով եղավ, այլ ոչ թե գրի։ Գիրը դա քարացած խոսքն է, իսկ խոսքը միշտ ծովի պես շարժուն է, իսկ գիրը քարացած վիճակում է խոսքի։ Այս պահի խոսքը գրի առնվեց, վերջ, դա քարացավ։ Մեզ համար շատ ավելի հիմք ենք վերցնում գիրը, որովհետև մեր դարաշրջանում խոսքին արդեն հավատալ չի կարելի, կամ շատ քիչերն են հավատում, չի շատ հետաքրքրական է, որ գրին ենք ավելի շատ հավատում, կամ խոսքին, որովհետև երբ խոսք ենք ասում, նույնիսկ շատերից լսել եմ ասում են, որտեղ է գրված, որ կարդանք, հասկանանք ճիշտ ես ասում, թե չէ։ Պարտադիր միտեղ պետք է գրված լինի, իմ խոսքը պետք է հասկանամ, որ Սևակը եթե գրել է, ուրեմն ճիշտ է իմ ասած խոսքը, բայց գուցե Սևակի աշակերտն է կամ հակառակը չգիտեմ, կապ չունի, միտեղ պետք է գրած տեսնեն մարդիկ, գրին են հավատում, այսինքն մահացած, քարացած խոսքին են հավատում, քան կենդանի խոսքին, բայց խոսելուց բոլորը խոսում են արարչականությունից, այնինչ արարչականությունից կենդանի խոսքն էր, ինչպես կարելի է կենդանի խոսքը փոխանցել մեռած խոսքի միջոցով, այսինքն գրի միջոցով։ Դա է պատճառը, որ կրոնական տեքստը, չնայած դա լավի վատի խնդիր չի, որովհետև դա գիրն էլ իր մեծ գործոնն ունի մեր կյանքում, որովհետև եթե գիրը չլիներ, այն իմացությունը, որի շուրջ հետո ծավալվելով փորձում ենք ավելի ճանաչել, չէինք իմանա, որովհետև շատ անգամ այդ նույն դրսի քարն էլ չէ, օգտակար լինում է մեզ, ժամանակին հազարավոր տարիներ առաջ քարազենքի դեր է տարել, այնպես որ ամեն ինչ շատ կարևոր դեր ունի մեր կյանքում, բայց այնքան ենք հեռացել խոսքի այդ վիբրացիաների ճշմարիտ խոսքի ճանաչողությունից, որ մեր խոսքը ապացուցելու համար երթվում ենք, մեր խոսքը ապացուցելու համար համեմում ենք որոշակի տհաճ խոսքերով եւ միայն այդ ժամանակ է դիմացինը հավատում, եթե ես ասում եմ երթվում եմ, բայց սուտ ասելուց հետո կհավատան, այնինչ նույն նոր գտական Հիսուսի խոսքերը մեջ բերեմ, ասում է ձեր խոսքը ասեք շիտակ եւ պետք չի երթումով ոնց որ ապացուցեք ձեր խոսքը։ Ձեր այոն թող լինի այո, ձեր ոչը ոչ։ Այո, թող խոսքը լինի այոն լինի այո եւ ոչը ոչ։ Շատ կարևոր դեր ունի նույն երթումը, որը չի կարելի ամեն տեղ եւ ամեն ստից ժամանակ տալ։ Շատ կարևոր դեր ունի եւ դա հենց էպոսում եւ հեքիաթներում շատ մեծ դերակատարություն ունի, որովհետեւ նույն էպոսում մեհերը երթմնակողության շնորհիվ մահացավ, քանի որ երթում էր մեհերի կինը երթում էր գերել, որ 40 տարի պետք է մեհերը չմտնի իր անկողին, բայց 40 տարին կրոնականների միջոցով դարձրեցին 40 վայրկյան, հերթականությամբ իջնելով, եւ արդյունքը եղավ նա, որ անմահը դարձավ մահկանացու։ Իհարկե
թե մեհերի մահը, թե դավթի մահը, դրանք էպոխաների, հա, հազարամյակների դարաշրջանների փոփոխություններ, հերթական փոփոխություններն էին ներկայացված, բայց այնքան գեղեցիկ, այնքան սիրուն է ներկայացված եւ հիմքում դրած այնքան մեծ դաստիարակչական բան, որ եթե խոսք ես ասել, երդում ես հատկապես տվել, չի կարելի, ամբողջ կյանքդ պետք է ներդնես այդ խոսքդ իրականացնելու համար, խոսքդ կատարելու համար, հակառակ դեպքում չի կարելի խոսք տալ ու չկատարել, դա կազդի կամ մեծ ազդեցություն կթողի քո հետագա ճակատագրի կամ կյանքերի վրա։ Մեր ամեն մի քայլն է շատ կարևոր, մեր կողքինի կյանքի հետ կապ ունի անմիջապես։ Եթե մեզ թվում է մեր արած քայլը կապ չունի կողքինի կամ մյուս երկրում գտնվող ինչ-որ մեկի հետ, չարաչար սխալվում ենք։ Այս աշխարհում բջջային մակարդակով ամենը կապ ունեն իրար հետ եւ կապ չունեն այնքանով, որքանով մեր այս ձեռը ձախ ձեռի հետ։ Մեր Այո, ձեռքերից մեկը վնասվում է, երբ որ մեր այս ձեռքը վնասվում է, ձախ ձեռքը ցավ չի ապրում, այլ ցավ ապրում է մարմինը, այսինքն մենք ներսից ենք ցավ ապրում, թե չէ մեր մյուս ձախ ձեռքը չի ապրում ցավ, բայց մի տեղ ունենք, որը այդ ամբողջ մարմնի համար ցավ է ապրում։ Իսկ տիեզերքում այս մեր երկրագունդը, որը մեզ շատ հարազատ է դարձել, այլ չեմ ասում ողջ տիեզերքը, այդ մարմնի մի մասն է, ամբողջ մարմինն է տիեզերքը եւ մեր մի փոքրիկ սխալ չգիտակցված քայլ դա նման է անգիտակցաբար մեր մարմնի մեջ ինչ-որ մի փոքրիկ մասնիկի վնասվելու, որի շնորհիվ ամբողջ մեր մարմինը ցավը ապրելու է։ Դե պատկերացնում ես մեր ամեն մի սխալ քայլը ողջ տիեզերքում ինչ ցավ է պատճառելու եւ ինչ փոփոխության է ենթարկելու, չէ՞։ Եվ այդպես ամեն ինչը փոխկապակցված է, այնպես որ թե հեքիաթները, թե էպոսները, թե առակները, թե նույնիսկ անեկդոտները դրանք հեքիաթի տեսակներ են։ Շատ հեքիաթներ ունենք, որ կարդում ես, չես հասկանում անեկդոտ են, առակ են, ինչ են, որտեղ ընդհանրապես էպոսները սերված են տիեզերական անցուդարձից, որը ներկայացրեցի։ Հեքիաթները սերված են էպոսներից, առակներն ու անեկդոտները սերված են հեքիաթներից, կարճ հեքիաթներն են իրանք։ Եվ եթե իրանք մեր կյանքի համար ուղղորդող ուղիներ չլինեին, Հիսուսը, Բուդդան, ինչպես շատ սիրում եմ անունները տալ, Մուհամեդը եւ շատ մեծամեծեր իրենց խոսքը տիեզերքի հետ կապված օրինակներ չէին բերի առակներով ու հեքիաթներով, իսկ մենք մեր տեղում տակոք նստած, նույնիսկ երբ որ դիմացինը ինչ-որ մի խելապակաս բան է ասում, մենք նկարագրելու համար դիմացինի խոսքը ինչ ենք ասում, հեքիաթ ես պատմում, այսինքն մեր արա բառը ճիշտ չընկալելու պես հեքիաթի խորհուրդը ճիշտ չենք ընկալում, հեքիաթը ընկալում ենք որպես սուտ գաղափար, այն ժամանակ երբ հեքիաթը մեր համար սուրբ գաղափար չի լինի, երբ մեր համար արա բառը եւ շատ բառեր վիրավորանք չեն հնչի, երբ աղջիկն ու տղան կգնահատենք որպես ամեն մեկը իրենց տեղում գերագույն ծնունդ եւ մեր լուսավոր սերունդ, այդ ժամանակ մեր ազգը մի քիչ գոնե ոտքի կկանգնի, կբազմանանք եւ շատ լցված մաքուր ջրով լցված բաժակի պես կթափվենք կողքերը եւ իրոք օգտակար կլինենք շրջապատող երկրների, բայց քանի դեռ այդ գավաթը կիսատվել է, այն մնացած բաց տեղում փոշի, կեղտ ու այլ բաներ են լցվելու, այնպես որ մեր երկիրը ոչ թե ընդհատել է պետք երկրի զարգացումը, այլ ավելի աճացնել է պետք, որպեսզի այդ կիսատ լցված գավաթի մեջ ոչ թե փոշի ու կեղտ լցվի ու մաքուր ջուրը դառնա պղտոր, ինչպես հիմա է, այլ պետք է մաքուր ջրով այնքան լցվի այդ գավաթը, որ տարածվի շրջապատում։ Այն այդ ժամանակ է, որ շատերից լսում եմ այն գաղափարը դրսում ապրող, հատկապես մեր հայրենակիցներից, որ ասում են մեր հայ տեսակը ողջ աշխարհի համար է, այո,
բայց միայն այն դեպքում, երբ իր տարածքը լցված, արդեն դուրս կթափվի, խորհրդաբանորեն ասած։ Եկեք մի քիչ Երբ ստացվի իրար, տեզերական օրհնությունները այո, պետք է ընդհանրապես պետք է սիրենք իրար, սիրել կարողանանք այս կյանքը, չապրենք այն գաղափարով, որտեղ հաց ընդեղ կաց, գաղափարով, որը ներմուծվեց մեր երկիր եւ շատեր այդ գաղափարին կրող մնացին միջ առ այսօր, չգիտեմ, կարամ մաղթեմ մի փոքրիկ արթնություն եւ երբ որ մի փոքրիկ ցավոտ ինչ որ բանից փորձում ենք խուսափենք, հարց տանք, մենք ցավից փախնող թե ցավը հաղթահարող մարդիկ ենք։ Եթե փախնող ենք, ուրեմն մենք ցրան վերգոյի կերպարի մեջ ենք, որը էպոսում կա։ Էպոսում ասեմ ձեզ ամեն ինչ, ամեն կերպար կա, հեքիաթներում դավաճանող եղբայրների կերպարներն ենք, որ իրենց հերոս եղբորը դավաճանում եւ ջրհորն են նետում։ Իսկ եթե ցավը հաղթահարող մարդիկ ենք, ուրեմն մենք Դավթի, Մեհերի կերպարն ենք, Ձենովոհանի կերպարն ենք, ով խոսքի միջոցով է փորձում արթուն պահի Դավթին։ Այնպես որ էպոսի մեջ բոլոր խորհրդանիշները կան, հեքիաթների մեջ կան, ճանաչել է պետք, ինքնադաստիարակվել է պետք եւ թվում է այդ ժամանակ լավ կլինի։ Սիրել կյանքը եւ չփախնալ ու գնալ Ասես փառավորում եմ, երբ տեսնում եմ մեր հայկական պարերը ինչ ծաղկոնք են ապրում ու հուսամ հետընթաց չի լինի եւ հուսամ այդ պարերը կկապվեն էպոսի հետ, էպոսը կկապվի պարի հետ, որովհետեւ պարը պետք է էպոսի կրողը լինի, էպոսը պետք է պարը պետք է պարն ու էպոսը իմացողը երկի կրողը լինի մեր ավանդական։ Ունենք փառահեղ մասնագետներ, հանձինս Արտուր Շահնազարյանի, ունենք հրաշալի ներկայիս մեծ մարդիկ, ովքեր զբաղվում են այդ ամենով։ Այսօր անուններ տալ չի ուզի, գովազդի նման եղավ, բայց ոչինչ, պետք է անուններ տալ են մարդկանց, ովքեր հնարավորինս սահմաններում փորձում են ինչ-որ մի բան անել։ Մաղթում եմ, որ կարողանանք մի փոքր չվախենալ ու առաջ գնալ արթնացած ձևով։ Անչափ շնորհակալ եմ Դավիթ ջան, այո, համամիտ եմ ասացիդ հետ, ասացներից հետ, եւ հիմա մենք հենց կարծում եմ, լիահույս եմ, ի վերջո հասկացանք, որ դա է միակ ուղին եւ ճշմարտության տանող ճանապարհը ու հավատ ունեմ, որ ոտք ենք դրել արդեն այդ ճանապարհի վրա։ Այսքան երկար բարակ ծեծուջարդ ուտելուց հետո այն չարաճճի երեխայի պես ի վերջո հասկացանք, թե ինչպես պետք է գնանք, որպեսզի այդ ճանապարհը տանի մեզ այնտեղ, որի մասին միշտ երազել ենք, բայց չենք ցանկացել գնալ։ Հիմա կարծում եմ գալիս է այդ ժամանակահատվածը, արթնանում է հայը եւ հայի գիտակցությունը, վերադառնում է այն, ինչը որ կորած էր, եւ կամաց մենք նորից պատառիկ մեր կտորները սկսում ենք հավաքել եւ ամբողջացնել։ Շնորհակալ եմ այսօրվա բազմաբովանդակ եթերի համար Դավիթ ջան, շատ հագեցած էր եւ շատ հաճելի է լսելը քո մեկնությունները եւ այդ մեկնությունները, քանի որ կյանք ունեն իր մեջ։ Լիահույս եմ, որ մեր ընկերներին նույնպես շատ դուր կգա եւ իրենք էլ այստեղ իրենց խորելու եւ որոշ բան իրենց համար ճշտելու, բարձաբանելու հնարավորություն կունենան։ Ինչևէ, ապրես, շնորհակալ եմ, թող Արարչի սերն ու լույսը մեզ բոլորիս ուղեկից լինի դեպի հավերժի եւ ճշմարտության ճանապարհով, շիտակ ճանապարհով։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Ուրախ կլինեմ, եթե օգտակար լինի մեր այս հանդիպումը, մեր այս զրույցը, ուրախ կլինեմ, եթե թեկուզ հարցերի տեսքով, եթե լինի էպոսների, հեքիաթների հետ կապված կարելի է զրուցել, ինչու՞ չէ։ Ուրախ կլինեմ, որ գոնես մեր հանդիպումից հետո իմանամ մի քանի հոգի եւս որոշեցին բացել թե հեքիաթի, թե էպոսների, թե մեր իսկ պատկանող գրերը եւ փորձել ճանաչել, կհասկանա, որ ինչ որ մի փոքրիկ մի բան արած եղանք։
այնպես որ արժի ճանաչել, ուսումնասիրել եւ գործի դնել ինքնաճանաչման այդ ողջ արսենալը։ Դուք ստացվի մեր Միանշանակ Շնորհակալ եմ նորից դրական ինքս էլ եմ շնորհակալ Սևակ ջան, դե հաջողություն մինչ հանդիպում կարծում եմ։ Տեսություն, այո, եւ կտա ցանկալի արդյունքը այդ սերմերը, Դավիթ ջան, ես վստահ եմ, որ կտա։ Հաճեցնողը առողջությունն է, ինչպես դու ասեցիր, երկրաչափական պրոգրեսիայով այդ սերմերը կսկսեն ծաղկել մեր սրտերում։ Շնորհակալություն սիրելի մեր ունկնդրին եւ քեզ Դավիթ ջան, այսօր այսքանը լավ լինենք, կհանդիպենք ավելի հետաքրքիր թեմաներով, միգուցե առաջ Աստված։ Բարի, շնորհակալ եմ։